Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-ից 15-ը հայտարարել է մեդիագրագիտության շաբաթ, մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքականություն խորագրի ներքո։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևան համայնքը մի շարք միջոցառումներով և նախաձեռնություններով միացել է մեդիագրագիտության շաբաթվան։ Շաբաթվա մեկնարկը տրվեց նոյեմբերի 12-ին Սևան համայնքի Սերիկ Պետրոսյանի անվան թիվ 2 Զարթոնք մսուր մանկապարտեզում։ Մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Անի Սաքեյանն անցկացրեց պարապմունք «Արեգակնային համակարգն իրական և հեքիաթային կյանքում» խորագրով, որի ընթացքում շարժախաղերի միջոցով երեխաները տեղափոխվեցին տիեզերք, տեղում ծանոթանալու տիեզերական աշխարհին։ Պարապմունքի ընթացքում սահուն անցում կատարվեց մեդիագրագիտությանը, որն է իրական, որն է հեքիաթային բաղադրիչներով։ Այս շրջագայությանը հաջորդեց համակարգիչների միջոցով երեխաների պատկերած մոլորակների ստեղծումը։ Քանի որ արդի ժամանակաշրջանում շոշափող թեմա է մեդիագրագիտությունը եւ այն մի գիտություն է, որը մեզ օգնում է հասկանալ արդյոք այն ամեն ինչ լսում ենք մեդիայով դա իրական է թե կեղծ է, եւ այսօր փորձեցի ավագ խմբի սաներին հասցնել այն մակարդակի, որ նրանք յուրաքանչյուր ինֆորմացիա ստանալուց փորձեն հասկանալ ճիշտ ընկալեցին թե սխալը, սուտը, իրականը թե հեքիաթայինը։ Փորձեցինք տարբերել, հասկանալ, գլխավորը տարբերելով հակառակից։ Քանի որ մեր աշխարհը արդեն շատ արագ է առաջ ընթանում եւ հենց այս տարիքից եւ այդ պետք է սկսենք, իհարկե պայմանները չեն ապահովված այդպես, որպեսզի երեխաները կարողանան յուրաքանչյուր օր զբաղվել դրանով, միայն մեկ օր չտրամադրենք դրան, սակայն այս տարիքից եւ այդ տեղեկություն հաղորդելը շատ անհրաժեշտ է։ Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում շարունակվեցին միջոցառումներն ու նախաձեռնությունները։ Նոյեմբերի 13-ին Դդմաշեն բնակավայրի մսուր մանկապարտեզում կայացավ «Այս բազմազան աշխարհը» խորագրով պարապմունք քննարկում մանկապարտեզի սաների հետ։ Հոգեբան Հեղինե Միրզոյանն ուսուցանող հեքիաթի և պատկերաշարի միջոցով երեխաներին ներկայացրեց համացանցի դրական և բացասական կողմերը, հեռախոսից, համակարգչից օգտվելու առանձնահատկությունները։ Զովաբեր բնակավայրում գործող «Վերելք» զարգացման կենտրոնում երեխաները մասնակցեցին մեդիագրագիտությունը փոքրիկների աշխարհում թեմայով քննարկմանը և ֆիլմի դիտմանը։ Երեխաները հետաքրքրությամբ ծանոթացան տարբեր մեդիագործիքներին, քննարկելով դրանց նշանակությունը և կարևորությունը առօրյայում։ Գագարինի մանկապարտեզում փոքրիկները մասնակից դարձան «Լուսանկարները պատմում են» խորագրով զրույց պարապմունքին։ Դաստիարակչուհի Գայանե Բադալյանի սաները լուսանկարների և նկարների միջոցով տարբերակեցին ճիշտ և սխալ տեղեկատվությունը, ձեռք բերեցին դրանք տարբերակելու հմտությունները։ Նոյեմբերի 14-ին Սևան համայնքի թիվ 3 հեքիաթ մանկապարտեզում կազմակերպվել էր «Մեդիան և ես» թեմայով պարապմունք։ Նպատակն է, որպեսզի երեխաներին ծանոթացնենք մեդիայի գործիքներին, թե ինչպես նրանից օգտվեն, որպեսզի այն դառնա չարիք չդառնա, այլ դառնա նրանց օգնականը եւ ընկերը։ Նաեւ հրավիրել եմ ծնողներին, որպեսզի նրանք նույնպես ներկա լինեն, տեղեկանան անվտանգության, առցանց անվտանգության կանոններին, որպեսզի ճիշտ ձևով օգտագործեն մեդիայի գործիքները։ Սևանի թիվ 1 Բողբոջ մանկապարտեզում փոքրիկները մասնակցեցին համակարգչային խաղերը և երեխաները թեմայով զրույց պարապմունքին։ Սևանի թիվ 4 Գալիկ մանկապարտեզում տեղի ունեցավ առցանց կենդանաբանական այգի գործնական աշխատանք ինտերակտիվ բեմականացում երեխաների և դաստիարակների մասնակցությամբ։ Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի Մանչուկ մանկապարտեզում կազմակերպվեց «Ես եմ մեդիան» խորագրով պարապմունք։ Սևան համայնքում մեդիագրագիտության շաբաթվան նվիրված միջոցառումներին ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատուները։ Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի աշնանը և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաղուր։